Ահեն, բարև ձեզ, ահա, պասեք ես լույսն էլ վարեմ, ուր է սանտերը, ահա, ես էլ հանեմ, սիրելի հետևորդ և ոչ միայն հետևորդ, ուրախ ամեր կյանքը, աշխարհը քանդվում է, բացում ես, տեսնում ես չորտենց Իսրայելը, Պարսկաստանը, Ամերիկան, իրար տալիս, սատկացնում, հետո սկրոլ ես անում Facebook-ը, վարչապետը Ալեն Սիմոնյանի հետ պերաշկի ա ուտեմ, հետո սկրոլ ես տալի, պարոն Պապիկյանն ա նստած ավտոբուսի մեջ, ուրախ ավտոբուս ա ինչ-որ տենց, հետո սկրոլ ես անում, տեսնում ես, Փաշինյանը բժանվել ա։ Դե մեծ հաշվով իսկապես մեծ դարդ չի էլի Նիկոլ ջան, մտածես ոչ, ենքան ենք բաժանվե միացե, իլա կյանքդ ջահել ես բան չկա, ոնց որ ասում են, всё впереди, դա, հիմա իհարկե երբեք անձնական կյանքին չեմ խառնվել ոչ մեկի, բայց դե իրական ուրախ է էլի որ նայում ես, ասում ես ուրեմն ամեն ինչ նորմալ է, միայն քեզ բան, ոչինչ որ 2 ամիս ամենացել ընտրություններին կամ 3 բան, մեկ էլ հենց հիմա որոշեցիք բաժանվել, ով գիտի, ես ինչի համար արվում, գիտեմ ոչ ժողովուրդ ջան, ասում ես լորեցի չեմ, բայց շաշ եմ, հսկանում չեմ, աստված ձեր հետ երեխեք ջան, բան չկա, ջահել եք հլը, կբաժանվեք էլ, թազա ամեն մեկը ձեր մուրազին հասնեք, էլ երեխեք տեք ունենալ, ես Փաշինյանի վաղտ երկրորդ երեխան ունեցա, Փաշինյանի տարիքին, շատ է լավ է ստացվում, ասեմ, դա շատ լավ երեխա է, շատ, առաջինը մի 30 տարի առաջ եմ ունեցել, մեկ ես վերջերս, էլի վաճ, էդ էլ է տենց, սպասում ենք, թե ինչ կլինի, գիտեք ինչն է հետաքրքիր էս ամեն ինչի մեջ, որ տիկին Աննան սաղ բիլազուկնի բան, սաղ թողել է, բայց ինչի է թողել, կարող է պատահի ինչ-որ մի ուրիշ տիկին ա գալու, որ բան, տենց, բիլազուկնի իրան մնա, ետ էլ չգիտեմ, դե մի խոսքով, թողել ա հիմա, այդ աղջիկն էլ տենց ա որոշել, մի ինչ եք ընգի հետևից, շատ ասում են, ես մի հատ բոց հարեցի բանով, ինստագրամով, բացմեն ուրիշի դժբախտության վրա, ձեր եկապ ժողովուրդ ջան, դժբախտություն չի, Այնա 2 անգամ բաժանվել, 3 անգամ ամուսնացել եմ, դժբախտ մարդու տեսք ունեմ, կնիկն ա տուժվե մստի, չնայած իմ կնանիք էց էլ ոչ մեկ չի տուժվե, որ բաժանվել, հլը մի բան էլ ուրախ էր, որ պրծան ինձանից, լավ, անցնենք ուրիշ թեմայի, մի հատ բան կա ես երբեք չեմ խոսել տենց անձնական, բայց մի կխոսեմ, մի հատ վերլուծաբան կա, պրոֆեսոր է, բանից, Հարվարդի համալսարանից, պարոն Խաչիկյանն է, մի պոդքաստ նայեցի, իրա կոլեգաներից մեկի հետ էր խոսում, մի բան եմ օրացա, էլի սկրոլայեցի, Ալեն Սիմոնյանին էր ինչ որ ուզում ամուսնանա էլի, վայ ինչքան լավ է, Ալեն ջան, հատրես դա, ջահել ասում են կնիկ 20 տարի ջահել, իմն էլա 20 տարի ջահել, լավ է, երկրորդ կյանքն ա սկսվում, աստված ձեզ երջանկություն տա, էլի վաճ, ինչ էի ասում, այդ պոդքաստը, ուրեմն մեր պրոֆեսոր Խաչիկյան խնադրած մազերով, սենց սիրուն, բան, տենց, անգլերեն էլ մաքուր խոսում է Native American, իրա կոլեգաներից մեկի հետ էր խոսում, էլի վայ թե պրոֆեսոր էր կամ ինչ գրագետ մարդ էր, էլի, տենց, մեր օր ինչ էր, էլի, գրագետ մարդ էր, ասում էր, ու տարբեր բաներից խոսեցին, լսեցի, մեկ էլ ասեց, որ այ Հայաստանը, ասում է, եթե Պարսկաստանը Ամերիկայի հետ կռիվ սկսի, բան, եթե Պարսկաստանում կռիվ սկսի, Հայաստանը սկյուրիկի պես, ասում է,
ճանապարհի վրա լղճվիլտի։ Ինչի՞ է Սյուրիքի կորոնակը բերում, որ այստեղ Լոս Անջելեսում Սյուրիքի կատուների նման են, էլի, հա, ասենք մեր մոտ ոնց է, ամեն քայլափոխի խեղճ կատուները են գրում են մեքենայի տակ, այստեղ է Սյուրիկներն են, այստեղ դրսի կատու չկա, զիբիլի կատու չկա, այստեղ զիբիլի Սյուրիկ կա։ Ու խեղճերը ամեն օր են գնում են մեքենայի տակ։ Այս մա Հայաստանը էլի տենց կգնի մեքենայի բանի տակ։ Երկու քարյարան կմնա ու կլղճվի ասֆալտին։ Ասեց մարդը հիմա տենց է որոշել։ Ի վերջո տարբեր մեկնաբանություններ կա, ես այդ իմ անգրագետ հալովել ինչ մեկնաբան եմ ասել, կարող է պատահի իսկապես տենց արնելու, գիտեմ ոչ, բայց ամենահետաքրքիրը պրոֆեսոր Խաչիկյանի մազերն էր, այդ որ խնադրած էր, ասես պլպլալ, այդ հոլիվուդյան ջպիտը, ասենց եղավ, այնց էր ուրախացել, մենակ տեսնեիք իրա ուրախությունը, մենակ տեսնեիք ուրախությունը, հա, ճիշտ ես ասում, you are correct, ես ասում էի դրա մասին, հազար անգամ ասել եմ, I said about it, yeah, yes, բան ուրախ, այսինքն ինքը ժամանակին ասել է, որ մենք լղճվիլտ ենք, սատկիլտ ենք, մարդ մնալ չտի, հասկանում եք, Հայաստանը կործանվելու է եւ այնքան ուրախ է, չեք պատկերացնում, ես այնքան ուրախ եմ դες պարոն Խաչիկյան, լավ այսքան ժամանակ նամրոտ խոսում ա Նիկոլի մասին, սրա մասին, դրա մասին, ես ինչու՞ մեկ է այդ մարդը որ ասեց որ Հայաստանը կործանվելու է, մի պայծառացա, մազերը ասես խաղալը, այդպես ավելի սևացավ, ավելի խնադրած մազերը ավելի սևացավ, ասես լավ, սևացավ, հա, այնց ուրախացավ, ասեց, հա, ճիշտ ես ասում, այ ես այնքան ուրախ եմ դες պարոն Խաչիկյան, չեք պատկերացնում Վերջապես մեր հայրենակիցն եք, Հարվարդ եք ավարտել, խելոք մարդ եք, ասենք մեր օրին եղածի չեք էլի, հա։ Եվ բոլոր ամբողջ ընդդիմության համար շատ ուրախ եմ ես, որ մենք գնում ենք դեպի կործանում, վերջապես ձեր ուզածը կլինի։ Վերջապես դուք ասել եք, չէ՞ որ աղետ է այս ամեն ինչը։ Ասել եք, չէ՞ որ Հայաստանը չի լինելու, Հայաստանը կործանվելու է։ Ու հեն կործանման եզրին է ու դուք շատ ուրախ եք։ Դա ցուցիչ է, սիրելի հայրենակիցներ, ցուցիչ է, որ այ մարդիկ այդքան ուրախ են։ Մի ուրախալի լուր էլ հայտնեմ ձեզ, սիրելիներս։ Ես մեկ ավելի լուրջ, քան երբևէ, հիմա մոռացեք ինչ որ ասեցի, ձեր առնելով, ուրախանալով, հայտնեցի իմ կարծիքը, իմ նողկանքը, զզվանքը, որոշ մարդկանց հանդեպ, թե ում հանդեպ մի քիչ ավել կամ պակաս, էդ էլ թողնում եմ իմ ինտելեկտուալ, իմ ամենաինտելեկտուալ հետևորդին, որ նայեց այս ռոլիկը։ Ժողովուրդ ջան, իրականում ուրեմն աննախադեպ ձյան պատճառով, ձյան տեղումների պատճառով հիմնովին քանդվել է Սարի թատրոնը, դա լուրջ եմ ասում։ Նկարները կտեղադրեմ, հիմնովին իմ 5 տարվա աշխատանքներ, իմ համեսմիջոցները, իմ հանդիսատեսի աջակցումը, տոմսերը, ամեն ինչը քանդվեց եւ ասում է ջուրը չտարավ, մնաց ձյան տակ։ Սարսափելի է իրականում աննախադեպ ձմեռ էր եւ գյուղում էլ ավերացիոններ կա, ասենք ոչ մի տենց լավ բան չեղավ մի խոսքով։ Դե ոնց որ մեր պապերն ասում ինչ էլի ժեշտին էլի, ոչինչ, թատրոնը ժեշտից էլ քանդվել է։ Բայց այսօրվա դրությամբ ինձ պետք է մոտ 4 միլիոն փող։ Եթե մենք ուզում ենք էլի վերականգնենք այն տեղը, որ մենք ուրախացել ենք, որտեղ ժամանակ ենք անցկացրել, որտեղ մի բաժակ բան ենք խմել, հաց ենք կերել իրար հետ, ապա պետք է ակտիվանանք եւ այն հարթակում, որտեղ որ ես կտեղադրեմ հիմա, այդ հարթակը ռիլսերի մեջ, տարբեր իմ սա, ասենք Instagram-ում, ամենտեղ պետք է աջակցեք, այսինքն ով որ ուզում է կարող է գումար ուղարկել, ինձ մոտավորապես հաշվեցի մի 4 միլիոն փող է պետք է ամբողջ թատրոնը արժեր մոտավորապես տենց 5 միլիոնի չափ, ասենք տարիներ շարունակ որ սարքել եմ, ասենք մոտավորապես գումարը դա էր, բայց այդ քանդվածից կարող է պատահի ինչ որ դետալներ, ինչ որ բաներ իրականում օգտագործվի, դրա համար ասենք 1 միլիոն պակաս եմ ասում, նավսյակի
Բայց մի այդքան փողապետ ժողովուրդ ջան, իրականում հա շատ ցավալի բան է ստացվել, բայց դե երբ որ նայում ես ընդհանուր ֆոնում ինչա կատարվում, որ նայում ես, որ ասենք Պարսկաստանում ինչա կատարվում, նայում ես, ասենք Քաթարում, բանում, ռեյսերը կանգնած, բան, Նիկոլա Պերաշտիաուտը, Ալենի հետ, բարի ախորժակ ձեզ, տղեկ ջան, կերեք, ասակերասները Պերաշտիլնի մենակ, էլի, հա, բաժանվում են, միանում են, ամուսնանում են, բան, տենց ոբշին, ոնց թույն սերիալ նայենք մի հատ ու այդ ֆոնի մեկ է թատրոնից կանդվել, հա, ժողովուրդ ջան, իհարկե ասում եմ սմեխի գրեխ, իրական շատ տխուր է, որտեվ դա երևի թե իմ մոտիվացիաներից ամենահզորն էր, որ գալիս եմ Հայաստան, որովհետև դե իմ հանդիսատեսով եմ ապրում ես, թատրոնով եմ ապրում, իմ բեմական կյանքն է, իմ բեմական կյանքի երևի թե ամենամեծ մասն էր Սարի թատրոնը այս վերջի 5 տարվա ընթացքում այն կառուցվեց պանդեմիայից հետո անմիջապես, երբ որ չէր կարելի գնալ փակ տարածքներ, ես որոշեցի դուրս անեմ եւ այդպես էլ ստացվեց, Փարքասո, եւ հետո կամաց զարգացում ստացավ, հետո աթոռներ առանք, հետո ծածկը սարքեցինք, հետո շեբեն փռեցինք, հետո բեմ սարքեցինք, նորմալ առաջ բեմ պադոնները դրել էի, խաղում էի։ Մի խոսքով 5 տարի քրտնաջան աշխատել եմ ես ու ընկերներս եւ նեվ հանդիսատեսս, որը որ էլի աջակցել է ինձ շատ։ Եվ ասում եմ մարդ ասում եմ ամբողջ կյանք կարա կառուցի, բայց ասում եմ մի վարքանում կարող է գործնի ամեն ինչը դրա համար մի կուտակեք։ Ինչքան կուտակում եք կարող է մի այ տեսակ Աննան կուտակեց վերջին չեղավ։ Թողում եմ, հա, թողում ասա, թողում գնա, բարձով ապրի, բա։ Տենց է։ Կյանքը տենց է ժողովուրդ ջան, որ իմանա քանի հատ տուն եմ սարքել ու թողեք ընանիքիս, էդ էլ եմ արել, բանկսո Նիկոլը փեջ մտածի ոչ, Աննա իպոթեք կփագես, նորմալ, էլի քեզ համար կապրես, մի վարչապետ կմնաս, չես մնա, հիմա էդ արդեն կորոշի ընտրողը, ոնց որ ասում են, հա, ես էլ Հայաստան եմ գալ, քվեարկելու եմ, իհարկե, Փաշինյանին ձեն չեմ տա, ինչպես միշտ է, Էդ էլ է տենց, ինչ ասեմ ժողովուրդ ջան, հա, ընդդիմությունը թող չարիթավորվի, ձեզ էլ ձեն չեմ տալու ես, դուք այլանդակ եք, այնպես ինչպես, ասենք, ձեր պրոֆեսոր Խաչիկյանը, որ մի անգամից այդքան ուրախացավ, որ Հայաստանը սկյուրիկի պես, սենց ասֆալտի վրա ճխլվելու է, ու աղիքները սենց դուրս գա, ճպճպալեն, ու բանը, երեխեքը, մեզ սաղ երեխեքը կզովեն, սաղս կսատկեն, կեթանք մնանք մենակ դուք, բաչկամ տյան ասում են, որ մտածի, որ այդ նավը, որ խորտակվում է, իրան լավ ալելու։ Այ դա միշտ այն զարմացել, այս ընդդիմության մեջ ընդհանրապես խորհրդարանական, հարտախորհրդարանական կան էլի ֆիգուրներ կան, որ այնքան են ուրախանում, որ վատ ալնում։ Ասենք որ ուրախ են, որ պատերազմը կրվեցին, որով իրանք հաչալու տեղ ունեն հիմա։ Ուրախ է, Փաշինյանը կմանը դիմությունը ասում է 3800 հոգի են զոհվել, 4000-ի մոտ, չէ, 5000 է զոհվել, չէ, 10000-ը ոնց է, 10000-ը զոհվել, ունեն ձեր կայֆով են ասում էդի, ոնց որ կայֆը ինչքան շատ ենքան լավ։ Զգում ես, որ դա կայֆը, դա իրանց, ասենք այդ րոպեին Խաչիկյանը, որ խոսում էր էակուլյացիա էր, Սենց իրենի հետո գնաց սաղ փոխեց բան, տենց պրծավ մի ուրի զերի շեղ, կամերալա, Յախ կարա, հորս սարև արա, դուք գիժ եք ժողովուրդ, հետո ալասպեն ես եմ գիժ, ալա գիժը դուք եք սաղդ, մեկը պերաշկի աուտում, մեկը երջանիքա, որ Հայաստանը կործանվելու յա, ժողովուրդ ջան, ինչ ասեմ, երևի թե ես եմ մի քիչ տխուր, որ թատրոնս քանդվեց, բայց չգիտես թե ինչի մոտս տենց հույս կա, որ դուք ինձ կաջակցեք եւ ես 20 օրում կվերականգնեմ այդ սա, 20-25 օրում կվերականգնեմ, ճիշտ է, մի քիչ ռեպերտուարի այդ դժվարությունն է, որ այդ ընթացքում նաեւ պիտի փորձել անեմ, որ սեզոնս բացեմ։ Դե ինչ ասեմ, ոնց որ ասում են դարդերը մենակ սա լինի, եկեք փող հավաքեք ոչ թե հիվանդության կամ չգիտեմ որևէ տենց սարսափելի բանի համար, այլ լավ բաների համար անենք, որպեսզի ասենք, ոնց որ ասեմ, փող աստանամ, ասում եմ լավ բանի համար ծախսես, հա։ Թեկուզ պերաշկի առենք ուտենք, էլի, հա։
Տենց կես կատակ, կես լուրջ ժողովուրդ ջան, իրականում լուրջ է խնդիրը։ Տեսեք ինչ եք անում, հենց այդ քանը ես ամսի 25-ին, մայիսի 25-ին կլինեմ Հայաստանում, արդեն հուսամ, որ ինչ-որ գումար կլինի և ես կսկսեմ արագ-արագ ես խոսք եմ տալի բոլոր հաշված բոլոր կոպեկների համար հաշվետու ունեմ ձեզ և ինչպես միշտ, երբ որ Ցարի թատրոնը աշխատի, պարկեշտորեն մուծեմ բոլոր հարկերս։ Օֆ ժողովուրդ ջան, դե բարեր, էդ էլ կնոպկել ուր է։ Սկզբից ես կնոպկեն անջատեմ։ Լույսերը գնում են, բարակույրը փակվում է։ Ես է գնացի տունը։